իրար հետ համագործակցեն, այդ ուղղությունով մենք բարեհարմար գտանք պարոն Վանիկ Բերբերյանի իբրև նախագահ Ֆրանսիայի գյուղապետների նախագահային ծրագիր ներկայացնենք եւ իրան առաջարկենք եւ հրավիրենք Հայաստան այս մեր միջհամայնքային տարեկան հանդիպմանը մասնակցի։ Je suis citoyen français, né en France, maire d'une commune rurale en France depuis 1989, mais mon nom c'est Vanick Berberian et ça c'est une signature. Alors quand on s'appelle Vanick Berberian, on n'est pas étranger à ce qui se passe en Arménie et la question des Arméniens, le développement de l'Arménie, c'est un sujet que je suis à travers les médias depuis toujours. Alors pour répondre à la question si c'est la première fois que je viens, non, ce n'est pas la première fois, ça doit faire la 4e fois et la première fois que je suis venu en Arménie, sans doute que vous n'étiez pas nés, certains, puisque c'était en 1968. Pour l'instant, mes informations ne sont pas très précises parce qu'on n'a pas eu l'occasion d'y aller. On part demain à Ozoun. Et ce que je perçois, ce que je pressens, d'après les informations que j'ai, c'est qu'on a une agriculture qui fait des productions de qualité, mais qui manque de stratégie de commercialisation. Et toute activité économique a besoin d'une structuration, y compris dans l'agriculture. En France, par exemple, les agriculteurs travaillent seuls ou avec les voisins ou en famille, mais ils sont aussi regroupés en associations pour partager le matériel, pour commercialiser les produits, pour être en relation avec les chaînes de distribution. Donc voilà, c'est un sujet qui se construit avec plusieurs étapes et il est important que chacune des étapes soit complémentaire de l'autre. Mais un agriculteur ne peut pas tout faire, donc il faut phrase courte. Mais elle comprend tout et elle va bien traduire. Ես կուզենայի ավելի ձեզ լոկալիզացնել ծրագրի հետ կապված, տեսեք, 2011 թվականին կոոպերատիվի ստեղծման ծրագիրը Ռեդոզիայի կողմից ներկայացվել է Ռոն Այլպեր Հայաստան համագործակցության ուրեմն ծրագրերի հանձնաժողովին եւ արժանացել է հավանության։ Դա կոոպերատիվի ստեղծման ծրագիրն էր Օձունում։
բայց երբ որ գործընկերները սկսեցին արդեն տարածքի վրա աշխատել, հասկացանք, որ խնդիրները բազմազան են։ Եվ այստեղ շատ հետաքրքիր էր, որ մենք միանգամից մտանք ոչ միայն տնտեսական ծրագրի մեջ, այլև հավելյալ աշխատանք էինք տանում տեղական ինքնակառավարման եւ մասնակցային process-ների հետ կապված, որտեղ այսօր ոչ մեկի համար գաղտնի չի, թե ինչ վիճակում է գյուղատնտեսությունը, ինչ հիասթափություն կա գյուղերում, արտագաղթի մեծ տոկոսներ եւ այլն։ Այսինքն իրականում մենք շատ մեծ խնդիր առաջ կանգնեցինք, որը էր գյուղացիների չմասնակցությունը հենց իրենց իսկ տնտեսական ծրագրի զարգացմանը։ Եվ սրա հետ կապված էր, որ Լույս հիմնադրամի ուսանողները մեզ միացան 2012 ամռանը, կարողացան կազմակերպել առաջին ոչ ֆորմալ փառատոնը, ներկայացնելու համար գյուղական մթերքը եւ հատկապես թեյաբույսերը։ Այս ուրեմն ուսանողների ոչ ֆորմալ ծրագրի հիման վրա Ժեդոզիա կազմակերպությունը ներկայացրեց երկրորդ ծրագիրը Օձունի Ռոնալդի ֆինանսավորմանը, որի անունը արդեն էր միջհամայնքային հանդիպում Օձունի եւ շրջակա 7 գյուղերի հետ, որի նպատակը կայանում էր համայնքների բնակիչների, գյուղապետերի եւ ուսանողների համար կազմակերպել թեմատիկ սեմինարներ, հարկային դաշտին վերաբերող, զանազան տնտեսական գործունեություններին եւ այլն, եւ այդ սեմինարից հետո արդեն կազմակերպել երկրորդ փառատոնը, որը կկայանա ամսի 29 շաբաթօրը ժամը 12-ին Օձունում, եւ այս փառատոնի շրջանակներում կամ այս միջհամայնքային հանդիպման շրջանակներում է, որ պարոն Բերբերյանը պետք է կարողանա երկխոսել իր հայ գործընկերների հետ եւ այսպես փոխանակումների միջոցով նրանց փոխանցել ֆրանսիական փորձը գյուղական համայնքների կայացման եւ զարգացման։ Այս ամսից Այո, ամսի 29-ը։ Այսինքն գյուղապետի ինքը գյուղապետը գնա 8 հատ գյուղապետի հետ ուստեն բան են փոխել Je ne vais sans doute pas répondre exactement à la question, mais si je suis là aussi à l'invitation des amis ici, c'est parce que j'ai une expérience en matière de développement local qui va au-delà de l'agriculture. Les territoires ruraux sont des territoires qui possèdent une richesse très importante dans divers domaines de l'activité. Il y a l'agriculture, mais il y a aussi le tourisme. Il y a comment et donc l'idée de venir ici, c'est aussi peut-être, alors je ne sais pas sur quoi ça va déboucher, mais c'est aussi l'idée peut-être d'amorcer une relation plus soutenue avec les collègues maires qui ont un rôle dynamique dans les villages. Նշանակում է, որ ինքը մեծ փորձ ունի ոչ տեղական համայնքների զարգացման բնագավառում, որը ավելին է գյուղատնտեսության զարգացումը, տեղական համայնքների զարգացումը ենթադրում է նաև туриզմի զարգացում, ենթադրում է նաև տեղական հարստության արժևորում, ինքասմ ես ավելի մեծ փորձ ունեմ, որը ավելին է գյուղատնտեսությունը, դա տեղական համայնքների զարգացումն է, որը ենթադրում է туриզմի զարգացում, եւ եթե ինքը այստեղ է ուրեմն ինչ-որ բան ունի փոխանցելու իր հայ գոլեգաներին, հայ գյուղատնտեսներին։ ֆինանսավորումը ինչ արտադրանքից ավարտ կա հիմա օպերատիվ եւ քանի մարդիկ դուք աշխատանքով խորացել, քանի որ աշխատատեղ Ես մեկից սպասում եմ ձեր հարցը։ Ճիշտ ասած, շատ կլասիկ հարց է տալիս։ Ինչքան ֆինանսավորում, ինչքան աշխատատեղ եւ այլն շատ։ Բայց հարցը մեր ծրագիրի համար ճիշտ չի։ Մեր ծրագիրը չի ֆինանսավորում։ Մեր ծրագիրը համագործակցություն է։ Չէ, դա շատ վատ հարց է տալիս։ Մենք եթե չկարողանանք մեր ֆերմերների հետ, մեր գյուղացիների հետ համագործակցենք, ինչ է նշանակում համագործակցել։ Համագործակցել նշանակում է մեկ կողմը եւ մեկ կողմը իրար հետ գնում են իրանց ռեսուրսները եւ գերնի ֆինանսական աշխատանքի եւ
այլն եւ համագործակցություն։ Okay։ Ինչքան աշխատանք ենք տալիս, եթե հարցը է դա։ Չէ, աշխատատեղ։ Ինչքան որ պետք է որ կարողանան ֆերմերները արտադրեն այդ գյուղում այդքան աշխատատեղը բացած։ Որտեղ այսօր չեն անում, այսօր չեն Տեսեք, այսօր կոոպերատիվը որպես այդպեսին դեռ չի գործում, որովհետև մենք գործում ենք մարդկանց մտածելակերպի հետ եւ փորձում ենք իրանց դեռ ուղեկցել, որպեսզի իրանք գնահատեն այն գանձերը, բնական գանձերը, որ ունեն տեղում։ Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ուրեմն կոնկրետ ծրագրի հետ կապված միգուցե մի քիչ չարժեքավորված կամ վերարժեքավորված թիվ կարողանանք ասել, բայց առհասարակ Ռոնալդը Հայաստանի տրամադրում է տարեկան 300,000 եվրոյի ծրագիր ամբողջ Հայաստանի տարածքի համար։ Այս ծրագրի համար ավելի կոնկրետ սա 3-րդ, 4-րդ ծրագիրն է, այնպես որ այս ամբողջը պետք է գումարվի իրար։ Համագործակցության մասին դեպքում լույսի երեխեքը արդյոք մասնակցում են, ասենք, ռեսուրսների աշխարհմանը եւ ասենք մարքեթինգային բիզնես ծրագրերի կազմմանը։ 100%։ Այսօր ընդհանրապես գրուպները, լույս հիմնադրամի ուսանողները 15 հոգի, 15 ուսանող են։ Եվ ամեն մեկ գրուպի են բաժանում իրանց տարբեր մասնագիտությունների մեջ։ Մարքեթինգ, արտադրություն, մեդիա, PR եւ այլն, աշխատանք բաների հետ, դպրոցների հետ, աշխատանք ֆերմերների հետ, նշանակում է աշխատանք գյուղական աշխատանք գնան, եթե պետք է վայրի հավաքանեն, գնում են միասին վայրի հավաքան։ Իրանք ունեն մեր հատուկ ուսուցման մեթոդ, որից անգլերենով ասում են learning by doing, թե learning by example, նշանակում է սովորել անելով, թե սովորել օրինակ վերցնելով, okay։ Եվ այդ ուղղությունով իրանք ուսանողները գնում են եւ աշխատում են ֆերմերների հետ, գյուղացիների հետ, գյուղապետների հետ, դպրոցների հետ, տարբեր գրուպներ։ Եվ ճիշտ ասած, այս մեթոդիկան լույս հիմնադրամի, որ օգտագործումը շատ հարազատ է ինձ։ Եվ այսօր ավելի շատ է հարազատ է ինչու, որովհետև մենք այս տարի է նույնիսկ 15 ուսանող են նախատեսել, բայց օֆիսիալ, բայց անցած տարվա այն ուսանողները որ չկարողացել են գրուպի մեջ են, թե այն ուսանողները որ այս ծրագիրի մասին լսել են, եկել են միացել են այն մեկ ուսանողներին կամավոր կերպով եւ այսօր ես կարող եմ ասեմ 15-ը ելել են 20 թե 25։ Էդի մեզի շատ է մեր ուսանողները, երբ որ ես ասում եմ մեր նշանակում է Հայաստանի եւ Սփյուռքի, որտեղ մենք ունենում ենք լույս հիմնադրամը աշխատում է նույնիսկ Սփյուռքի ուսանողների հետ։ Շատ մեծ արժեք ունեն։ Մենք այդ արժեքները օգտագործում ենք, որ արժեքավորենք մեր գյուղերը, որովհետև մենք պետք է արժեքավորենք մեր գյուղերը, որ մեր գյուղացին արժեքավորի իր գյուղը։ Pardon, excuse-moi, je voudrais compléter ce qu'il dit. D'après ce que j'ai compris, et dire une chose de manière un peu raide, mais je vais la dire quand même. L'argent c'est important, mais c'est pas le plus important. Et dans toute action de développement, il faut bien prendre en compte la démarche et la méthode. On définit un objectif, on identifie les forces et les faiblesses, et à partir de là, on construit la démarche. Parce que l'argent est rare, et pour éviter que l'argent soit perdu et gaspillé, si on ne passe pas par ces étapes de construction, on est à côté du sujet.
Voilà, et maintenant, je vais dire une deuxième chose. Հիմա երկրորդ բանը կասեմ, En France, quand on fait une conférence de presse, Ֆրանսիայում երբ որ մոմի ասես ինտերվյուն, les journalistes restent jusqu'à la fin de la conférence de presse. ժուրնալիստները մնում են մինչև հանդասի ավարտը։ Les entretiens, moi, en tant que président des maires ruraux, j'en fais sans arrêt. Ես անդադ իրականացնում եմ հանդասի որովհետև գյուղապետերի ասոցիացիայի նախագահ եմ։ Que ce soit à la télévision, à la radio ou papier. Դա տելևիզիոն հեռուստատեսություն կամ ֆայլ մամուլով։ L'entretien peut durer 20 minutes Զրույցը կարող է տևել 20 րոպե։ et on a ensuite 3 lignes dans le journal. Եվ ընդամենը 3 փոխի ինչ-որ ամսագրում, Mais ces 3 lignes, elles sont la synthèse des 20 minutes d'échange. սակայն այդ 3 փոխը անպայման 20 րոպե զրույցի արդյունք։ Alors quand on reste uniquement 2 minutes, Երբ որ մնում են ընդամենը 2 րոպե, on peut imaginer que ce qui va transparaître dans la presse, ça va être qu'on est venu ici, qu'il y a quelque chose qui se passe à Haute-Zone, et puis voilà, c'est pas intéressant. Որովհետև մնում են ընդամենը 2 րոպե, 3 փոխը որևէ ամսագրում ստացվի, որ ընդամենը տպավորությունն առաջին ինչ-որ բան իրականանում, գալիս են այստեղ։ Ինչու պետք է գտնեմ։ Voilà. Et je vous remercie d'être encore là pour ceux qui sont ici. Շնորհակալություն հայտնում նրանց, ովքեր դեռևս այստեղ են։ Ես 3 հարցում եմ։ Սպասի ես երեք հարց չորոշացրեցի։ Ցանվել։ Եվ երկրորդ հարցը։ Ինչ զարգացման ծրագրեր է սպասում ուսուցիչների միջամտության միավորման հետ կապված։ Արդյոք ինչ-որ վիժն կա դրա հետ։ Ես պատասխանում եմ։ Ես կցանկանայի, որ այդ հարցը տայի ընդեղում գյուղացիներին, գյուղապետներին։ Ինչու՞։ Որովհետև մենք իրանց դրամատրության կանքել մենք ուզում ենք իրականացնենք իրենց վիժնները, չէ որ մերը չէ, իրենք են մեզ համար կարևոր։ Մենակ որ այս հարցին չենք կարող ասել։ Իրանցից հարցրեք։ Լավ։ Համեցեք դրանց։ Ես 3 հարց ունեմ, առաջինը ուզում եմ ուղղել Պարոնին, հա։ Այ քեյք օծունի գյուղում եւ Արարատից գյուղում։ Հաջորդ ծրագիրը որը է, հա, միայն օծունով է հետաքրքրված, թե միգուցիացին ուսումնասիրում եք մի հայ մարզեր, որտեղ ոչ թե այն, գիտեմ, խաղաղորդությունը միգուցե Ֆրանսիայի հետ նույնպես շատ երկարատև ավանդություն արտադրությունը, որը եւ Հայաստանի եւ Ֆրանսիայի մեծանով երկար տարիների շրջանում գուցե այսինքն հերանեկարներ նման է կարելի այլ մարզերի Այո։ Մենք այսօր մեր կենտրոնանում ենք Օձունի եւ 7 գյուղի հետ։ Մենք մտածում ենք, որ Օձունը եւ 7 գյուղը ելնում են անգլերեն ասում մի հատ կլաստեր։ Եվ այդ կլաստերի վրա աշխատում ենք գեոգրաֆիական շրջանը եւ զարգացնենք իրենց կոմպետենսները, այսինքն միակ խոտաբույսեր չեն, դեղաբույսեր չեն, կաթ, պանիր, կաթի մուրաբա եւ այլն։ Մենք նույնիսկ մեր ֆրանսիական գործիչների հետ կապի մեջ ենք, որից իրանք աշխատում են Տավուշում, Լորիում, ուրիշ մարզերում եւ միասին աշխատում են փոխանցել մեր փորձը։ Եվ տեսնենք ինչ փորձ ու որտեղ կարող են զարգացնել։ Այո, այսօր ցուցահանդես նոր ռադիում եմ դեզի ամսի 20-ին գաք նայեք միակ թեյի վրա չի բոլոր գյուղմետերքնա եւ այդ 7 գյուղի մեջ կա Կարմիր Աղեգի գյուղը, որ Կարմիր Աղեգի գյուղի հետ աշխատում են Օրանժ հիմնադրամը, Հայաստանի Օրանժ հիմնադրամը եւ նա փոքրիկ արտադրությունի մասնավորաբար գյուղական գյուղատնական Ես կարծեմ եմ պատասխան տվամ, ասամ մենք կապի մեջ ենք մեր գործընկերների այլ մարզերի վրա, որից փոխանակենք մեր մոդելները։ Կոոպերատիվների օրինակը Հայաստանում ինչպես արածություն ստացել, դա ընդհանրապես հնարավոր է մեր երկրում, այլ Ֆրանսիայում ընդհանրապես կարող
Անդրադառնամ նախ հենց բառին, գաղտնիք չի, որ բառը վատ ընկալում ունի մեզ մոտ, որովհետև ունենք այդ սովետական ժառանգությունը, բայց այն կոոպերատիվը, որ կար սովետական ժամանակ, բնավ այն չէր, ինչ որ պետք է լիներ իրականում կոոպերատիվը, դա լրիվ այլ բան էր, այլ ձևով հիմնված եւ այլ ձևով կառավարված, դրան չանդրադառնանք։ Ֆրանսիական եւ եվրոպական կոոպերատիվների փորձը, այսինքն ծրագրի նպատակը նաեւ սա է, որ կարողանանք այս փորձը բերել Հայաստան։ Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ Օդինի կոոպերատիվին, որովհետեւ մենք դեռ ճակերտավոր չենք գործում, բայց մեկ այլ բան ասեմ։ Վերջերս մենք հոնայբ էինք հրավիրել Հայաստանի գինեգործությամբ զբաղվող ուրեմն պետական այրերի, որոնք զբաղվում են գինեգործության ռազմավարության զարգացմամբ Հայաստանում եւ որոնք պետք է հետագա ծրագրեր ունենան Ֆրանսիայի Սուզլարուս գինեգործության համալսարանի հետ, որը աշխարհի ամենաառաջին գինեգործության համալսարանն է, եւ ուրեմն մեր պետական այրերը մշակել են ռազմավարություն գինեգործության զարգացման, որը հիմնականում շեշտը դնում է արտադրության, խոշոր արտադրությունների վրա, եւ անգամ պետությունը սուբսիդավորում է խոշոր արտադրությունները գինեգործության բնագավառում։ Մենք հոնալբը ավելի շատ եւ առհասարակ ֆրանսիական կազմակերպությունների համայնքները, որ այստեղ ներկային, ավելի շատ գնում են դեպի համայնքային զարգացումներ։ Այսինքն դիալոգը, որ մենք այստեղ սկսել էինք ռազմավարության մեջ ներառելու համար նաեւ գյուղացիական միավորումների զարգացումը եւ տեղում արտադրությունը զարգացնելու պոտենցիալը, որպես խոսակցություն շատ չէր զարգանում։ Երբ որ այս դելեգացիան մեկնեց Ֆրանսիա, վերջերս են վերադարձել, իրանք հիմա համոզված են, որ կոոպերացիան միակ ձևն է, միակ ձևերից է կան, որ կարող է հաջողացնել տեղական տնտեսության զարգացումը։ Իսկ առհասարակ Ռոնալդի այլ ծրագրի հետ կապված ասեմ, որ դարձյալ Ժեդոզիայի ջանքերով մենք աջակցել ենք նաև Լճկազոր այրում գյուղացիական սմեռողական կոոպերատիվին, որը աշխատում է մթերքների չորացման, տեղճերի պատրաստման, մուրաբաների պատրաստման եւ նաեւ թեյաբույսերի գործընթացով կարծեմ թե վերապատրաստել ենք անդամների, վերապատրաստման դասընթացներ ենք անցկացրել, այսինքն այս կոոպերատիվի հետ ենք աշխատում արդեն Տավուշի մարզում եւ Տավուշի մեկ այլ գյուղում, Չինարի գյուղում, սահմանամերձ գյուղը, այնտեղ տարիներ առաջ ստեղծել ենք միկրովարկային սխեմայով գործող մեղվաբուծության ուրեմն կոոպերատիվ։ Մենք մի գյուղում բաժանեցինք փեթակներ եւ նպատակը էս էր ամեն տարի գյուղացիները, երբ որ ավելացնում են իրենց փեթակի քանակը, փոխանցում են իրենց հարևանին։ Եվ նաեւ իհարկե պետք է կարողանային միասին համախմբվել եւ վաճառքը համատեղ իրականացնել մեղվի Երևանում։ Այսինքն այս բոլոր ծրագրերը, որ Ռոնալդը տարբեր տեղեր իրականացնում է, բոլորը իրար հետ կապի մեջ են։ Հիմա օրինակ Օձոնում մենք հրավիրել ենք նաև Լճկազոր այրումի կոոպերատիվին, որ մասնակցի, եւ Չինարի կոոպերատիվին, որ կարողանա մասնակցություն ունենալ։ Վերջին հարցը սպառնում Վերդերյան, եթե դժվար չի ձեզ հայերենով խոսեք, շատ կարճ հարց եմ տալիս, այսպես շատ բաց։ Հայաստանի մասին հայ լինելով ազգությամբ համապատասխան երկրագործել եք, շատ բան գիտեք, իսկ հայաստանյան թե երկրից փորձել եք ու ձեր տպավորություն։ Le thé arménien depuis que je suis arrivé, je bois que du café. Mais je vais essayer le thé, c'est promis. Je voudrais dire une chose. En France, il n'y a pas un agriculteur qui travaille tout seul. Dans ma commune, par exemple, il y a beaucoup d'éleveurs de vaches limousines, le bœuf. C'est le nom, c'est la race. Donc, ils font naître les veaux. Ils élèvent donc les vaches. Ils les nourrissent, donc pour ça ils font pousser du soja, du blé, tout ce qui est nécessaire. Et après ils vendent ça à une coopérative qui se charge donc de réunir tous les produits et qui s'occupe de la commercialisation à l'extérieur. Donc la coopération, c'est quelque chose d'indispensable.
Et je sais bien qu'en Arménie, on a un souvenir plutôt négatif de la coopérative. Եվ դիտի որ Հայաստանում ավելի շատ բառ ասոցիացիաներն ասոցիացիաներն օպերատիվ բառեր կապված, Mais c'est pas parce que l'outil a été mal utilisé qu'il est mauvais. բայց դա չի նշանակում որ եթե նա բառ իմաստով օգտագործել Voilà, quand tu veux enfoncer un clou avec un marteau, si tu sais pas faire, tu tapes sur les doigts. Et donc il faut apprendre à bien taper correctement. Le marteau, il n'est pas responsable. C'est toi qui donne le coup. Եվ որ փորձում եք ճողնեք կապերում եք ձեզակի միջոցով եկեք նոր որ լավ չի կարող Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Մեկը 17 տարի ավելա, որ թեյերը համ ինգերությունը արտադրումը եւ վաճառումը։ Դա ինգերությունը։ Դուք կարող եք գտնել սուպերմարկետներում, թե նույնիսկ duty free shop օտակայարան։ Չէ, դա ֆրանսիական մաս չունի։ Միակ մասը այնա որ այդ հիմնարկը ստեղծվել է եւ հիմնել է կառավարումը Արմեն Մեհրաբյանի կողմից, որից էթնոպոլիտանիկ շատ մեծ մասնագետ է եւ մեր անդամներից է եւ կապ ունի իր գործընկերների հետ Ռոմանքում, որից Էլնի Մահկալ հիմնարկը, որից Եվրոպայի ամենամեծ այդ ձև նատուրալ եւ բիո ապրանքների դիստրիբյուտորը եւ նույնիսկ Ալան Ալեքսանյանի հետ, որից Ալան Ալեքսանյանը շեֆ մեծ շատ ֆրանսիական շեֆ վարարը, որովհետեւ մեկ այդ մասնակցությունները կար եւ մեզի առաջարկել է Արմեն Մեհրաբյանը, նա անենք համայնքային աշխատանք, չէ՞ որ հիմնարկի աշխատանք։ Համայնքային աշխատանք նշանակում է համայնքում միավորվեն, ստեղծեն մեկ միավորում գրուպով, կարող կանոնը դնեն կոոպերատիվ, ինքնանց պրեգվատը կոոպերատիվ, վախանում եմ բառը ասեմ, եւ կոոպերատիվի դեմ նպատակ տնենք, եւ իրանց ասում են, ինչա պրոբլեմ որ ունեք, ինչպեսի կարող ենք այդ պրոբլեմները լուծենք, որ դու ձեր կոոպերատիվը ունենա իր արտադրանքը սուպերմարկետում, ասենք Արմեն Մեհրաբյանի արտադրանքի կողքը, թե Թամարայի կողքը, բայց ուղղակի արտադրանք, այսինքն կոոպերատիվը արտադրի, okay? Գուցե պետք է սարքավորում, գուցե պետք է տարբեր, գուցե պետք է մարքեթինգ, գուցե պետք է բացատրում եւ այլը, եկեք միասին այդ բիզնես պլանը կազմենք, նայենք, տեսնենք ինչպես ենք իրար հետ Եվ շնորհակալություն, եթե այլ հարցեր չկա, դուք շնորհակալություն հայտնեք եւ մաղթել արդյունավետ համագործակցություն հետագայում ևս հասկա։ Merci beaucoup. Մենք ծանոթ ենք։ Հարցը պատասխանում։ Ես ասեմ, եթե մեկը Ես